Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, օրացույցի ևս մի քանի թերթ կթերթենք եւ մեծ ոգևորությամբ կդիմավորենք նոր տարին։ Եվ բնական է, որ տարեվերջի այս լարված օրերին մենք ժամանակ ենք գտնում խորհելու, թե ինչով արժևորվեց անցնող տարին մեզ եւ մեր շրջապատի մարդկանց համար։ Արդյոք ինչը հասցրեցինք անել եւ ինչը չհասցրեցինք իրագործել։ Անցնող տարին կոնկրետ ինձ համար շատ հագեցված էր։ Ձեռքբերում եմ համարում Մարդ Ափի մեջ հաղորդաշարի մեկնարկն ու անցած կարճ, սակայն իմ համոզմամբ արդյունավետ ճանապարհը։ Եվ վերջին եթերին բնական է, որ ուզում եմ ամփոփել արած չարածը։ Նախ ասեմ, որ այս հաղորդաշարի մեկնարկը մի փորձ էր ներդրում ունենալ մեր հասարակության շրջանում հոգեբանական ծառայությունների մատուցման մակարդակի բարձրացման ուղղությամբ։ Մի ոլորտ, որն անկասկած զարգացման կարիք ու անհրաժեշտություն ունի։ Եվ ողջունելի է յուրաքանչյուր ծրագիր, որը ծառայեցվում է հենց այդ նպատակին։ Հայաստանում ունենք հոգեբանական տարբեր ծառայություններ, տարբեր կենտրոններ եւ կիրառական հոգեբանությունը այնտեղ ծառայում է իր իսկ կոչմանը։ Սակայն Արցախում ցավոք չնայած մեր երկիրն է, որ ավելի շատ պատերազմի հետևանքներն է ապրում, մեր ժողովուրդն է, որը ապրում է հենց հետպատերազմական սինդրոմը, կարիք ունի նման ծառայության եւ մենք չունենք այդ ծառայությունները։ Սրանք եթե նույնիսկ դիմում են ամբիոն դիմում են տարբեր հոգեբանների, դրանք մասնակի լոկալ գործընթացներ են, որոնք մեծ եղանակ ստեղծել չեն կարող։ Կա իհարկե մանկական հիվանդանոցին կից ծառայություն, ծննդատանը կից հոգեբան ունենք մենք, որոնք ծառայություններ են մատուցում, սակայն ասենք միայն երեխայի հետ կատարվող այս կամ այն գործընթացը դեռևս դա հոգեբանական ծառայություն չէ, ըստ իս այնպես ինչպեսին լինում է нормал պետությունների մեջ. Мы очень много слышали, получали запросы о том, что здесь для населения есть необходимость психологической помощи и, может быть, требуется создание какого-то центра, какого-то места, где люди могут эту помощь получать квалифицированную. И также есть необходимость помогать здешним специалистам налаживать сотрудничество с другими организациями психологическими, обмениваться опытом, проводить какие-то конференции, чтобы люди ездили на другие конференции, тоже обменивались опытом с другими специалистами. И так вот у нас возникла идея того, чтобы помочь создать такое место, такое пространство, где все это может происходить. Հաղորդաշարը մեկնարկեց տեղեկատվական անվտանգությանը նվիրված թեմայով։ Եվ սա բնական էր, քանի որ մենք ապրում ենք մի ժամանակահատվածում, երբ տեղեկատվությունը օդ ու ջրի պես անհրաժեշտ է մարդուն։ Այն հանդիսանում է եւ վարքի կարգավորիչ, եւ արժեհամակարգ համոզմունքներ աշխարհայաց ձևավորող կարևոր գործոն։ Ընդհանրապես, մարդը ինֆորմացիայով սնվող էակ է, եւ ինքն սպառելով այդ տեղեկատվությունը հանդիսանում է ինֆորմացիոն աղբյուր։ Հասարակության կյանքում շատ մեծ կարևորություն ունի տեղեկատվությունը եւ յուրաքանչյուր քաղաքացու տեղեկացվածությունը թե պետության, թե երկրի, թե հասարակական կեցության բոլոր մանրամասների վերաբերյալ։ Ինֆորմացիայի սպառողները, այսինքն մեր բնակչությունը իրավունք ունի լիակատար, ամբողջական եւ բազմակողմանի տեղեկատվություն ստանալու, իսկ լրատվամիջոցների պարտավորությունը դրանք մատուցելն է։ Իմ կարծիքով սովորական մեր ամենօրյա պայմաններում որևէ խնդիր չպիտի լինի տեղեկատվությունը ստանալու հարցում։ Տեղեկատվությունը կարող է զենք լինել, որովհետև իրականության մասին պատկերացումն է մարդուն ստիպում կատարել այս կամ այն գործողությունը եւ տեղեկատվությունը պատկերացումը իրականության մասին այդ դեպքում կարող է նաև դառնալ վճռորոշ, ասենք եթե հարձակումը սպասում են այս ուղղությամբ, բնականաբար պաշտպանության համար ուժեր կենտրոնացնում են այստեղ։ Չէ՞ որ այդ իմանալը, որ այստեղ է լինելու, դա տեղեկատվություն է, ինֆորմացիա է։ Խոսել մարդ էակի զարգացման ու կայացման գործընթացի մասին եւ չանդրադառնալ մի այնպիսի թեմայի, ինչպիսին կրոնն ու եկեղեցին է, բնականաբար չենք կարող։ Մարդը այն է, ինչ նրա հոգու բովանդակությունն է։ Դե մենք գիտենք, որ հայ ժողովրդի վրա մեր կրոնը, մեր հավատքը, քրիստոնեությունը ունեցել է եւ ունի մեծագույն ազդեցություն մեր կենցաղի մեջ, մեր ապրելակերպի մեջ, մեր մշակույթի մեջ, ինչն էլ իհարկե անդրադառնում է ցանկացած անհատ մարդու հոգեբանական կերտվածքի եւ կառուցվածքի վրա։ Որպեսզի պարզ լինի, ես փոքրիկ բացատրություն տամ։ Մարդը, ենթադրենք անհավատ է, աթեիստ է,
Այն մարդը աշխարհում շատ խնդիրներ չունի։ Հավատացյալը խնդիրներ ունի։ Առաջին նա վախենում է մեղք գործել։ Եթե գործում է ներքուստ սկսում է տառապել, ազդում է հոգեբանության վրա, այո, բայց միաժամանակ քրիստոնյան իրատես եւ լավատես է։ Գիտի որ քանի որ նա հավատում է եւ նա կարող է ապաշխարել, Աստված կարող է իրեն մաքրել եւ նա կարող է արդար եւ նույնիսկ սրբի մագարդակի բարձրանալ։ Եվ երրորդը, եթե նա ճշմարիտ հավատացյալ է, իրեն ասում են, դանակը դնում են կոկորդին, ասում են հրաժարվի հավատքից, հաճախ մեծամասնությունը գնում է դեպի նահատակություն։ Առաքինության ամենաբարձրագույն գագաթնակետին է հասնում մարդը, կատարում է հոգևոր սխրագործություն, ինչպես մարտի դաշտում մեր զինվորները դառնում են հերոս եւ նահատակ։ Փիլիսոփայությունը օրինակ հռչակում է համամարտկային 3 կարևոր արժեք։ Դրանք են ճշմարիտը, բարին եւ գեղեցիկը։ Փիլիսոփայությունը նաև հիմնավորում է, որ այս 3 երևույթները պետք է ընկալել որպես եռամիասնություն։ Այս եռամիասնությունը կարելի է թաքնված ձևով բացահայտել նաև կրոնում։ Դա կրոնում ընդունված երրորդությունն է, Սուրբ երրորդությունն է։ Հայր Աստված, Որդի Աստված եւ Սուրբ Հոգի Աստված, եւ կարելի է դրանց միջև տանել հետաքրքիր զուգահեռներ։ Շատ հազվադեպ է եղել, որ մենք մեր ավանդական առաքելական եկեղեցու հավատավորների մոտ տեսնենք հոգեկան խանգարումներ։ Իմ կարծիքով մեր հոգևորականությունը, մեր կրոնը ընդհակառակ ոչ միայն չեն նպաստում հոգեկան հիվանդությունները, այլ որոշ չափով նաև կայունացնում են հոգեկան վիճակը։ Ամեն մի մարդ մեջ նստած է Աստծո տվածը, հոգին։ Անսահման է հոգևոր աշխարհը։ Ընդհանրապես կերպարվեստը, դա լինի ճարտարապետություն, լինի քանդակագործություն, լինի գունանկարչություն, այդ արվեստները, այդ կերպարվեստները հենված են Աստվածաշնչի վրա։ Հնուց էլ գալիս է եւ հենց այդ ամբողջը ինձ դաստիարակել է, հետո գումարած իմ ցակումը եւ այդ ցակումով էլ ես մտել եմ միշտ հոգևոր աշխարհ։ Հաջորդ կարևոր գործոնը, որը ընկած է մարդու զարգացման, որպես անհատականություն նրա կայացման հիմքում, ավանդույթներն ու հասարակական նորմերն են։ Մանկացած ժողովրդի ազգ, ազգային ինքնություն, ազգային պետություն, ազգային մշակույթ մեկը մյուսից տարբերվում են եւ տարբերվում են նախ եւ առաջ իր հոգեկան կերտվածքով, նախ եւ առաջ իր կենսատարածքով, նախ եւ առաջ իր լեզվով, մշակույթով, կրոնով։ Բացառություն չէ նաեւ հայ ժողովուրդը ազգ մի պատմաստիճանական կատեգորիա է, որով անցել են շատ քիչ ժողովուրդներ։ Եթե էթնիկ հանրությունների թիվը աշխարհում անցնում է 3-4 հազարից, ապա ազգերի թիվը չի անցնում 200-ից եւ փառք Աստծո, որ մեր ժողովուրդը այն էլ պետականության բացակայության պայմաններում 19-րդ դարում ձևավորեց իր ազգային մշակույթը, ձևավորեց իր այն բոլոր չափորոշիչները ազգ դառնալու համար եւ 19-րդ դարում արդեն հայ ազգը լիովին ձևավորվեց եւ հայ ժողովուրդը փաստորեն մի պատմաստիճանական կատեգորիա ավելի բարձրացավ, ունենալով իր ինքնությունը, ունենալով իր հոգեկերտվածքը, ունենալով իր ազգային մշակույթը։ Մշակութային արժեքները մեր անմիջապես առնչվում են ինքնության արժեքների հետ, մեր տեսակի հետ, դիմագծերի հետ մեր ազգային, հա, եւ որքան մշակութային արժեքները կայուն են, այնքանով կայուն են մշակութային արժեքներն այնքանով, որքանով դրանք կապված են ազգային ավանդույթների արմատների պահպանման հետ։ Այստեղ արդեն մշակութային պետական քաղաքականությանը վերապահված են մեծ գործեր։ Հաճախ մարդը հայտնվում է ավանդույթների եւ հասարակական նորմերի հակասությունների հատման կետում։ Պայքարի մեջ մտնում կարելիի ու ցանկալիի միջև։ Երբեմն խաթարվում է անձի հոգեբանական անվտանգության զգացողությունը։ Հասարակական կարծիքը դա մասսայական գիտակցության ձև է, որում դրսևորվում են տարբեր մարդկային խմբերի հարաբերությունները իրական աշխարհի իրերի, իրադարձությունների, դեպքերի, գործընթացների նկատմամբ
որոնք շոշափում են նրանց հետաքրքրությունները եւ պահանջմունքները։ Հասարակական կարծիքի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի լայն տարածված ինֆորմացիան, ինչպիսիք են կարծիքները, համոզմունքները, դատողությունները, գաղափարախոսությունը, ինչու՞ չէ նաեւ փսփսանքները։ Հասարակական կարծիքի ձևավորման մեջ մեծ դեր ունի մասսայական ինֆորմացիայի միջոցները, հեռուստատեսությունը, ռադիոն, հրատարակչությունը, վերջին ժամանակներս լայն տարածում ստացած интернетային ցանցը։ Я думаю, что процесс, о котором вы говорите, он на сегодняшний день на нашем маленьком земном шарике, огромном пространстве человеческих жизней, он повторяется везде. Это конфликт нового и старого, это проблема отцов и детей, которая была еще 3 века назад в романе, да, «Отцы и дети». Описано замечательно. Почему мы сегодня об этом говорим с остротой? Да потому что время сегодня очень быстро меняется. Если раньше поколения менялись через каждые 30 минут, то, о чем вы говорите, морали, нормы и все остальное, да, и это революция молодых, которые хотят другое. Вот хиппи вспомните, да, движение их. Это что было? Это то же самое против старого. Եթե խոսում ենք զուտ քաղաքական նպատակի համար, հասարակական կարծիքը օգտագործում է իշխանության գլուխ գալու կամ իշխանությանը իր հնարավորություններից զրկելու համար։ Ըստ էության սա էլ նպատակահարմարության հարց է։ Եթե վերցնում ենք զարգացած երկրները, ապա այնտեղ փորձում են ինչ որ կերպ հասարակական կարծիքը ամբողջացնել։ Սակայն նախ պետք է նաև հասարակությունը դրա համար պատրաստ լինի եւ զերծ կանխակալ վերաբերմունքից։ Ցավոք սրտի դա միշտ չի, որ հաջողվում է ապահովել։ Մյուս կողմից էլ միայն հասարակական կարծիքի վրա չեն պատկերացնում կառավարում իրականացնելը, որովհետև դա արդեն ոչ թե կառավարում կլինի, այլ պարզապես հանրության ուսերին դրած բեռ կլինի։ Եթե խնդիր է դրվում ներկայացնել անձի զարգացման խնդիրներն ու ճանապարհը, ապա կարևոր է խոսել նաև տարիքային այն փուլերի մասին, որոնցով քայլում է մարդը իր կյանքի ընթացքում, եւ այն ճգնաժամերի մասին, որոնց հետ բախվում է նա։ Տարիքային շրջաբաժանման հարցի մասին դեռևս խոսել են հին հունական բազմաթիվ գիտնականներ։ Դեռևս հին հունական փիլիսոփա Արիստոտելը տվել է տարիքային շրջաբաժանման 3 շրջան, յուրաքանչյուրը 7 տարի տևողությամբ, այնուհետև կարող ենք նշել կոմենս կուտված տարիքային շրջաբաժանումը 4 շրջան, յուրաքանչյուրը 6 տարի տևողությամբ, եւ առ այսօր տարիքային շրջաբաժանման մասին կան տարբեր տեսակետներ, տարբեր մոտեցումներ։ Այսօր այդ process-ը չենք կարող ասել արդեն վերջնական տեսք է բերված է, որովհետև կրթական համակարգում կատարվող բարեփոխումները այսօր եթե նախկինում դպրոց են հաճախել 7 տարեկան երեխաները, այսօր դպրոց են հաճախում 6 տարեկան հասակում եւ դա խոսում է այն մասին, որ դեռևս կատարվում են տարիքային փուլերի շրջաբաժանումների գործընթաց։ Անձի զարգացման ողջ գործընթացում նրա հոգեկան զարգացման եւ անձնային որակների ձևավորման մեջ կարևորություն է ստանում նրա տարիքային առանձնահատկությունների դրսևորումները տարբեր շրջաններում եւ պատահական չէ որ եւ հոգեբանները եւ մանկավարժները եւ ծնողները մեծ ուշադրություն են դարձնում այն հանգամանքին որ երեխայի զարգացման այս ողջ գործընթացը հարթ չի անցնում տարիքային մի շրջանից մյուսը անցնելու դեպքում հաճախ թվում է թե տեղի ունենում որոշակի ցնցումներ հոգեբանական գրականության մեջ այդ անցումներին բնորոշ է դառնում մի տերմին ճգնաժամ տերմինը որը մենք վերագրում ենք երեխայի հոգեկանում ապրված այն դժվարություններին, որոնք արտաքուստ եւս նկատելի են եւ շրջապատի համար եւս առաջացնում են որոշակի բարդույթներ երեխայի հետ փոխհարաբերությունների մեջ։ Ընդհանրապես ընդունված է նշել, որ անձի զարգացման գործընթացում սկսած նորածնային շրջանից երեխան հանդիպում է բավականին դժվարությունների եւ նրա հոգեկանում արտահայտվում են որոշակի գործընթացներ, որոնք որ մենք այն անվանում ենք ճգնաժամ։ Երեխայի մեջ հավանաբար դա ոչ թե ճգնաժամն է, այլ անցումն է տարիքային մի շրջանից մյուսին։ Յուրաքանչյուր տարիքային փուլում էլ գլխավոր նպատակ է հանդիսանում երեխայի ճիշտ դաստիարակումը, հակասոցիալական երևույթներից նրան զերծ պահելը։ Ծնողների անհաշտ վերաբերմունքից իրար նկատմամբ, ամուսնալուծություններից, միայնակ երեխաները դաստիարակելուց երբեմն առավել շատ են նման բաները կատարվում կամ հայրական դաստիարակությունը չի հերիքում կամ մայրական դաստիարակությունը չի հերիքում, բայց երբեմն էլ մենք ենք զրուցում ու գալիս այն եզրակացության, որ ախր կան նաև
սոցիալական ծանր վիճակում ապրող ընտանիքներ, որոնց երեխաները շատ լավ դաստիարակվում են եւ երբեք նրանք որևէ վատ քայլ չեն կատարում։ Այստեղ իհարկե զգում ես, որ ծնողի դաստիարակությունը, դպրոցի կատարած աշխատանքը, երեխայի մտածելակերպը, այս ամենը իմի բերելով ստացում է իսկական դաստիարակված երեխա։ Անձի զարգացումը հնարավոր չէ պատկերացնել առանց կրթության։ Յուրաքանչյուր տարիքային փուլում կրթությունն ու ուսուցումը ունի իր առանձնահատկությունները։ Նախադպրոցական կրթությունը հանդիսանում է ներկայիս 12-ամյա կրթական համակարգի սկզբնական բաղկացուցիչ մասը։ Նախադպրոցական կրթության նպատակը երեխաներին ուսումնական դպրոցական գործընթացին նախապատրաստելն է։ Ներկայիս ժամանակաշրջանում շատ է կարևորվում, որովհետև չէ որ երեխաները դպրոց գնալով փոխվում է նրանց ապրելակերպը, փոխվում է նրանց սոցիալական վիճակը, նրանք պետք է հարմարվեն նոր միջավայրին եւ դրա ամենաարդյունավետ միջոցներից մեկը նախադպրոցական կրթությունն է։ Արցախյան կրթական դաշտը այսօր եվրոպական ինտեգրման ճանապարհին է, ինչը ենթադրում է մի շարք նորարարություններ, որոնց շարքում է նաև ներառական կրթությունը։ Պատմության զարգացման յուրաքանչյուր էտապում սերնդի բաժին է ընկնում մի այնպիսի ճակատագիր, որը տվյալ սերունդը պետք է պատրաստ լինի այդ ժամանակաշրջանի մարտահրավերներին։ 20-րդ դարավերջի եւ 21-րդ դարասկզբին մեր սերնդի բաժին հասավ մի ճակատագիր, որտեղ բարեփոխումները հասարակական կյանքի գրեթե բոլոր բնագավառներում դարձել էր հրամայական, իսկ կրթական բարեփոխումները անհրաժեշտություն։ Այդ գործընթացին ինտեգրվելու համար եւ այդ գլոբալացումը բարեփոխումների լայն թափը գրեթե համաշխարհային բնույթ էր կրում։ Դրանից զերծ չմնաց նաեւ մեր հանրապետությունը, մանավանդ լինելով Հայաստանի Հանրապետության հետ միասին մի կրթական դաշտում։ Պետք է պայմաններ ստեղծվեն, որպեսզի նման երեխաները, այսինքն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները ունենան պայմաններ դպրոցում հաճախելու համար, դպրոցում լինեն զուգարանները նրանց համար հարմարեցված, դասասենյակները այնպիսի լինեն, դասվարները լինեն պատրաստված, որպեսզի այդ երեխաներին դասարանում երբեք չանտեսեն, չտանեն նստեցնեն վերջին նստարանին, կամ ասենք եթե դասարանում կան 1-2 ներառված երեխաներ, նրանց նստեցնեն իրար կողքի, այդ երեխաները դասապրոցեսի ընթացքում ոչինչով չեն զբաղվում, կամ խանգարում են, կամ իրար են խանգարում, եթե նրանք նստում են դիտելի վայրում, տեղում, նստարանում եւ ավելի լավ սովորող աշակերտի մոտ, նրանց համար ուսուցումը ավելի հեշտ կլինի, ուսուցիչները բոլորն կարող են դա հասկանալ։ Բնականաբար անհնար էր չխոսել այնպիսի հետաքրքիր մի երևույթի մասին, ինչպիսին խաղն է։ Խաղի դրսևորումներ կարելի է տեսնել նաև կենդանիների վարքում, սակայն նույնացնել վերջինս մարդկային խաղերի հետ ճիշտ չէր լինի։ Մարդու խաղը անկախ նրանից, թե որ տարիքում է դրսևորվում, ունի կարևոր մի առանձնահատկություն, այն ուսուցանում ու զարգացնում է։ Չկա խաղի ոչ մի տեսակ, որը չունենա իր թաքնված բովանդակությունը, միայն թե պետք է ճիշտ կազմակերպվի գործունեության այս տեսակն ու որ պակաս կարևոր չէ ճիշտ ընտրվի խաղալիքը։ Խաղը հնար է, որը հոգեհարազատ է երեխաների։ Նրա հիմնական ձև կայանում է նրանում, որ երեխան ինչպես է ինքնադրսևորվում խաղի ընթացքում։ Խաղի զարգացման հետ միասին զարգանում է նաև երեխայի ուսուցումը, ապա ձևավորում է նրա դաստիարակության հիմնական տարրերը։ Խաղը ունի մի շարք ձևեր, այսինքն սյուժետային խաղեր, դերային խաղեր, որոնք իրենց բարի նպաստն են դնում երեխայի զարգացման համար։ Շատ ընտանիքներում երևի երեխաները տարբեր սեռի են, աղջիկ տղա, իմ մոտ երկուսն էլ տղա են, բայց պետք է ասեմ, որ երկու դեպքում էլ մանկությունը բոլորովին տարբեր է եղել եւ ինչպես նրանք են բնավորությամբ տարբեր, այնպես էլ նույն նրանց տարբեր տարիքի ժամանակահատվածի ընթացքում նրանք բոլորովին տարբեր խաղալիքներով են խաղացել։ Մեծ տղաս ավելի հանգիստ էր բնավորությամբ, միաժամանակ շատ շփվող էր, բայց խաղի ընթացքում նա շատ իրեն հանգիստ էր պահում։ Օրվա ընթացքում կարող է ժամերով խաղալ, բայց նույնիսկ չզգայի, որ տանը մարդ կա։ Իսկ այ փոքր տղաս, չնայած որ էմոցիոնալ է տանը, բայց դրսում այդքան էլ շփվող չէ ու երևի թե այն կուտակված էմոցիաները, որ կային, նա դրսևորում էր խաղի ժամանակ ու մինչև հիմա էլ այդպես է եւ նախընտրում է հիմնական
դերային խաղեր, ես էլ միշտ կողքից դիտում եմ, թե ինչպես է կազմակերպում, դերերի է բաժանում իր խաղալիքները, հետո սկսում ինքն էլ դրա մեջ միշտ հերոս է իրեն պահում որպես, երևի սա էլ մուլտֆիլմների ազդեցության տակ է։ Նախատոնական հաղորդումը նվիրեցինք տարվա խորհրդին։ Նոր տարվա տոնակատարությունը կապված էր նախկինում բնության զարթոնքի հետ։ Օրինակ հին հայերը նոր տարին տոնում էին մարտի 21-ին, այնուհետև կիրառության մեջ մտավ նավասարդը, որը տոնվում էր օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 9-ը եւ դրան որպես վերապրուկ Արևելյան Հայաստանի որոշ գավառներում եւ նահանգներում, այդ թվում նաեւ Արցախում եւ նրա հարակից շրջաններում տարածված էր նշել նոր տարին նոյեմբերի 10-ից 20-ը անկար ժամանակահատվածի կիրակի օրը եւ այդ այսպես կոչված նախրաթողի օրն էր նաեւ երբ անասունները իջեցնում էին սարից, այսինքն մի շրջան գյուղատնտեսական աշխատանքների ավարտվում էր եւ նոր շրջան պետք է սկսվեր եւ այդ նախրաթողի օրը անպայման նախրապանները պետք է իրենց տանը մնային եւ նոր շորեր հագնեին։ Դրանից մյուս տոներին այդպիսի պահանջ չկար, բայց այ օրինակ նավասարդի օրը այդպիսի սովորություն կար եւ ասեմ ձեզ, որ նավասարդը Արցախյան հատկապես գյուղական շրջաններում մնաց ընդհուպ մինչև 1920-ական թվականները, ճիշտ է Շուշիում սկսեցին տոնել 20-րդ դարի սկզբին, դա կապված է հատկապես ռուսական ազդեցության հետ եւ նաեւ քաղաք լինելու Թիֆլիսից, Բաքվից այդ ազդեցության հետ։ Նաեւ ասեմ, որ գյուղերում հունվարի 1-ը միայն նշում են այն տներում, որտեղ ասենք արտագնա աշխատանքից եկած, ասենք Բաքվից, Թիֆլիսից կամ Հյուսիսային Կովկասից եկածները իրենց ընտանիքի հետ նշում էին հունվարի 1-ին, բայց մեծամասնություն նշվում էր նոյեմբերի 10-ից 20 անկած ժամանակահատվածում եւ նոր տարվա այդ ավանդույթը հունվարի 1-ի նշելը Արցախում սկսեց արմատավորվել 1920-ական թվականներից։ Դրսում ձմեռ է, բայց շատ լուսավոր է, այսօր ինչ օր է ասա։ Ասում եմ պես այս աշխարհում բոլորը, այսօր ինչ օր է ասա։ Ինչու եւ որից դու կա հիմա երկու բան, վաղուց կորած մի աշխարհ հեռավոր մանկության հույս աշխարհ, գուցե կորչում է մի օր մանկությունը եւ մի օրով եւ գալիս։ Նոր տարվա խորհուրդը կայանում է նաև նրանում, որ յուրաքանչյուր ավարտ ինչ-որ նոր ճանապարհի սկիզբ է, եւ հաճախ այդ նորը բացում է նոր դռներ ու բերում է նոր գաղափարներ։ Այս համոզմամբ էլ հրաժեշտ եմ տալիս մեր հեռուստադիտողներին, թեև ասելիք դեռ շատ կա։ Որպես վերջաբան ուզում եմ շնորհավորել բոլորի գալիք տոներն ու մաղթել, որ նոր տարում յուրաքանչյուրը բացահայտի մարդկային կեցության գաղտնիքներն ու գտնի երջանկության իր բաժինը։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս։